Պարոն Աղազարյան, օրեր առաջ ազգային ժողովի պատգամավորներին նամակներ է հանձնվել ընդդիմադիր գործիչների կողմից եւ պահանջում են, որպեսզի պատգամավորները Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսեն։ Նախ դուք ստացել եք նամակը ու ինչ որոշում ունեք, քանի որ կարծես պատիվ ունեմը հայտարարել է, արդեն որ ամենաարդյունավետ միջոցն է սա, անվստահություն հայտնելը, պարզապես պետք է դրան զուգահեռ նաև փողոցային պայքար լինի, այսօր էլ Հայաստան խմբակցությունը հայտարարություն տարածեց, որ իրենք էլ կմիանան, եթե 8 պատգամավորի պակասող 8 պատգամավորի ստորագրությունները լինեն։ Դուք ինչ որոշում ունեք։ Ես որոշում չունեմ։ Բայց Եմ որոշումը որ կա որ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Արանսկի հետ մենք իրանց բանի հետ չենք համագործակցելու, տեխնատուրերն ինչ եւ այլն, որոշումը կա, բայց ընդհանրապես մենք որոշում չունենք։ Բայց սա ըստ ձեզ արդյունավետ միջոց է անվստահության գործընթաց, օրինակ դուք իշխող խմբակցության հետ աշխատել եք, նրանք կմիանան այս գործընթացին ըստ ձեզ։ Ես չեմ կարող այդպես բան ասեմ, բայց ես կարող ասեմ, որ ես նորմալ եմ գնահատում այդ նախաձեռնության հեղինակների քայլերը, որովհետև իրանք իրավունք ունեն։ Պետք է նախաձեռնությամբ հանդես գան, դա գնահատում եմ նորմալ, եւ ոչ միայն նորմալ, այլ ինչ-որ նաեւ գործում է, որ այդքան քաղաքացիական ակտիվություն ունեն։ Իսկ դրաբերում մյուս հարցերին, ապա Հայաստան խմբակցությունը հայտարարել է, որ ինքը պատրաստ է իր 28 ստորագրությունը տա ցանկացած տեխնատուի պայմանով, որ այդ տեխնատուների առաջարկող ուժերը վստահեցնեն, որ կարող ապահովել ժողովրդական ճնշում նաեւ։ Պատիվ ունեմ հայտարարություն չեմ լսել այդ իմաստով, բայց բոլոր դեպքերում գործընթացը գնում է, հիմա նորից եմ ասում, եթե Հայաստան խմբակցությունը տեխնատու առաջադրի, մենք չենք միանա, եթե պատիվ ունեն խմբակցությունը տեխնատու առաջադրի, մենք չենք միանա, սա մեր որոշումն է։ Բայց այս որոշումներից զատ լիքը այլ տարբերակներ կա, որոնց շուրջ մենք մտածում։ Պարոն Աղազարյան, լավ, բավոր ընդդիմադիրների տեխնացությունների հետ համաձայն չեք։ Դուք ձեր տեխնացուն ունեք։ Կա այնպիսի տեխնացու, որին շուրջ համաձայնության կգաք։ Դե մտածում ենք էլի։ Բայց եթե ընդդիմադիրներին հաջողվի այս գործընթացի իրականություն դարձնել, կհասնի ազգային ժողով եւ ընդամենը մի քանի ձայն պակասի, այդ դեպքում չեք տնի ձեր այդ պահանջները մի կողմ եւ միանաք ընդդիմությանը։ Չէ, չենք դնի, որովհետեւ դա մեր մոտ համաժողովի որոշումը է, մենք չենք կարող համաժողովի որոշումը շրջանցել։ Որովհետեւ պարոն Ասլանյանը եւ ես հիմա ներկայացնում ենք նաեւ քաղաքական ուսումնասիրություն, որ համաժողովը արել եւ այ դուք ասեցիք դրա համապատասխան բանալները ընդունված համաժողովի կողմից։ Հետևաբար եթե մենք գտնենք, որ դա պատմական ժամանակահատվածում կարելի է այդպես անել, ուրեմն պետք է ապա համաժողովը հրավիրվի, այդ հարցը քննարկվի։ Եթե այնպես մենք մեխանիկորեն չենք միանա, եթե նույնիսկ երկու ձայն պակասի, որ Նիկոլ Փաշինյանը լիքի պոստը մենք չենք միանալու, եթե տեխնատուն Հայաստան դաշինքի տեխնատունը կամ պատիվունի։ Բայց եթե իրենք են ընդդիմադիր խմբակցությունները, այլ ուրիշ ինչ տեխնացու պետք է առաջադրի, նրանք պետք է առաջադրեն։ Չէ, կարող օրինակ եմը պատիվունեմից որևէ պատգամավոր ինք առաջարկեց տեխնատությունները։ Մենք հասկանանք, որ տեխնատուն կապ չունի դրանց հետ քաղաքական իմաստով։ Օրինակ համար, եթե պատիվունեմի պատգամավորից մեկը առաջարկի Էդմոն Մարուկյանի տեխնատությունը, իհարկե ես կմիանամ։ Այսինքն Մարուկյանի տեխնատությունը կողմ է։ Ոսկե օրինակ եմ ասում, որովհետև ակնհայտ է, չէ՞ որ Էդմոն Մարուկյանը Հայաստան դաշինքի հետ եւ պատիվունեմ դաշինքի հետ որևէ աղերս չունի։ Մենք այդ դեպքում մեր բանաձևից չենք շեղվում։ Որովհետև Էդմոն Մանուկյանը ինչ էլ անես չի ընկալվի, ավելի շատ կընկալվի ԿՊԱ-ական, քան կընկալվի պատիվունեմ կամ Հայաստանյան դաշինքի։ Այսինքն ավելի հակված եք, որ տեխնատուն լինի ԿՊ-ի կողմից, քան ընդդիմության։ Չէ, ես այդպես բան չեմ ասում։ Դե ասում եք, որ կընկալվի ավելի շատ ԿՊ։ Օրինակը բերեցի, Էդմոն Մանուկյանի դեպքում ակնհայտ է։ Ես ուզում եմ, որ տեխնատուն լինի ոչ Պարոն Աղազարյան, իսկ եթե ինչ-որ կերպ հանկարծ իշխանությունը որ տեսնի այլ տարբերակ չկա ու իր ներսից մի այլ տեխնացու առաջադրի։ Եթե ժողովրդի ճնշում լինի այլ տարբերակ չունենա ու հենց իր ներսից մի տեխնացու ընտրեն, դուք կաջակցեք այդ տեխնացուին, եթե ձեր նախկին թիմակիցներից մեկը լինի։ Ամենայն հավանականությամբ, այո, բայց դե կախված թե ով կլինի։ Այս դեպքում կարող եմ ասել, որ կարող է աջակցենք, բայց նայած թե ով լինի։ Կարացի կարող է պատասխանել դեր հարցին։ Այսինքն կախված է տեխնատուն ով լինի, նույնիսկ կախված է տեխնատուն ով լինի։ Պարոն Աղազարյան, լավ, ձեր դիրքորոշումը իմպիչմենթի հետ կապված պարզ է, իսկ ինչպես է հետաքրքիր է վերաբերվում օրեր առաջ տեղի ունեցած միջադեպին, երբ որ հենց անմիջական մասնակցությամբ քաղաքացի ծեծի ենթարկվեց Նոր Նորքի վարչական շրջանում։
Հենց թաղապետի կողմից։ Շատ վատ եմ վերաբերում, շատ վատ եմ գնահատում, սա իշխանությունների, ոչ միայն քաղաքային իշխանությունների, համապետական իշխանությունների ամոթ։ Նաև այստեղ արժի նշել, որ մինչև հիմա թաղապետը շարունակում է պաշտոնավարել, դեռ չի եղել։ Դա է ուզում ասեի, իհարկե, եթե թաղապետը հրաժարական տա, ապա այդ դեպքում պետք չի դատապարտել կենտրոնական իշխանություններին, որտեղ եղել է միջադեպը, տհաճ միջադեպ եղել է, թաղապետը հրաժարական է տվել կամ ազատվել է պաշտոնից։ Եթե դա արվի, այդ դեպքում կենտրոնական իշխանությունների հետ կապված կամ քաղաքական իշխանությունների հետ կապված խնդիր չկա։ Բայց եթե չարվեց դա, եթե պարոն Տիգրան Տեր-Մարգարյանը շարունակի պաշտոնավարել այնպես ինչպես որ ոչինչ տեղի չի ունեցել, ապա դա եւ քաղաքային եւ կենտրոնական իշխանությունների ամոթ